Ավելի քան 400 գերի են փոխանակել Սիրիայի ժամանակավոր կառավարությունը եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը։ Սա գերիների փոխանակման երկրորդ փուլն է ապրիլի 1-ին կնքված համաձայնագրից հետո։ Վերադարձած գերիներից շատերը խոստովանում են, որ սխալմամբ են մտել քրդերի կողմից ղեկավարվող տարածքներ։ Նրանք պատմել են, որ իրենց պահել են բանտերում ահաբեկիչների հետ, բայց բռնության ոչ մի դեպք չի եղել։ Կալանավորված եմ եղել 4 ամիս, ինձ մի քանի բանտ են տեղափոխել, մենախցերից մինչև ընդհանուր խցեր։ Իմ պատանդարության ընթացքում ես հասկացա, որ չենք գնահատում կյանքում ունեցածը, ընտանիք, ընկերներ, ազատություն։ Սա Սիրիայի ժամանակավոր կառավարիչ Ահմեդ Ալ-Շարայի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միակ համաձայնագիրը չէ։ Ըստ մարտի 10-ի համաձայնագրի, քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը միանալու են Ահմեդ Ալ-Շարային ենթակաբանակին։ Վաշինգտոնը ողջունել է Սիրիայի կառավարության ու քրդերի համաձայնությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Ամերիկան կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի ժամանակավոր կառավարության որոշումները։ Երեկ Սիրիայի հարցերով Վաշինգտոնի նորանշանակ պատվիրակ Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թովմաս Բարաքը ասել է, որ կկրճատվի Սիրիայում Միացյալ Նահանգների ռազմական բազաների քանակը, 8 բազայի փոխարեն կգործի 1 բազա։ Բոլոր ուժերը կկենտրոնանան մեկ վայրում։ Դիվանագետը հայտարարել է, որ չեն պատրաստվում կրկնել նահանգների վերջին 100 տարվա ձախողումները Սիրիայի տարածքում։ Ընդամենը 2000 ամերիկացի զինվոր կմնա։ Բացի գերիների վերադարձը, Սիրիայում ցնծության ևս մեկ առիթ կա։ Լիբանանի սահմանին 6-ամսյա դադարից հետո վերաբացվել է Արիդա անցակետը։ Ասադի իշխանության օրոք Լիբանան փախած տասնյակ ընտանիքներ են վերադառնում Սիրիա։ Սահմանային անցակետը փակվել էր 2024 թվականի դեկտեմբերի 6-ին։ Անցակետի բացումը մեծ ուրախություն է բոլորիս համար։ 6 ամիս է չեմ տեսել ծնողներիս։ Փակված անցակետը սարսափելի էր եւ սիրիացիների եւ լիբանանցիների համար։ Մեր միջև ընտանեկան կապերը շատ են։ Արիդա անցակետը կամրջի վրա է գտնվում, որի մի մասը դեռևս ավերված է Իսրայելի հարվածների հետևանքով։ Վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Բայց վերաբացումից հետո ընդամենը 3 ժամվա ընթացքում մոտ 1500 մարդ եւ հարյուրավոր բեռնատարներ են հատել սահմանը։ Իսկ Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարային սեպտեմբերին սպասում են ԱՄՆ-ում։ Նա պետք է ելույթ ունենա ՄԱԿ հաջողվում։ Սա կդառնա Սիրիայի առաջնորդների առաջին ելույթը ՄԱԿ-ում վերջին 50 տարվա ընթացքում։ Մարիամ Ամիրժանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ لبناء مستقبلهم بحرية وكرامة